Ողջույն, կրկին իրավունք եւ գաղափար հաղորդաշարն է, որտեղ մենք խոսում ենք դրա մասին, թե գաղափարը ոնց է դառնում մտավոր սեփականություն։ Այսօր մեր հյուրն է Ալբինա Նազարյանը, ով կարելի է ասել Ալբինա ջան, այնօր իրար հետ խոսում ենք ոլորտի հիմնադիրներից, որովհետև Ալբինան էլ շատ վաղուց մտավոր սեփականության բնագավառում է, մասնավորապես ապրանքային նշանների ոլորտում։ Ալբինան արտոնագրային հավատարմատար է, զբաղվում է մտավոր սեփականությամբ, ինչպես ասեցի, արդեն երկար տարիներ, եղել է մտավոր սեփականության գրասենյակի ապրանքային նշանների գրանցման բաժնի պետ երկար տարիներ, նաև այսօր շատ խոշոր ընկերություններից մեկի Grand Holding-ի մտավոր սեփականության հարցերով իրավախորհրդատու։ Ճիշտ չէ, ներկայացրեցի Ալբինային։ Այսօր մեր զրույցը լինելու է ապրանքային նշանների ոլորտի մասին, թե այդ ոլորտը Հայաստանում ինչպես ստեղծվեց, ինչպես կայացավ, եւ Ալբինա ջան, դու ոնց հայտնվեցիր այս ոլորտում, ինչ-որ մասնագիտությունը արդեն իսկ մտածում էր, դե ոնց է, չէ, յուրաքանչյուր մարդ ով որևէ ինստիտուտ կամ համալսարան է ընդունվում, մտածում է դառնա մտավոր սեփականության մասնագետ, թե այլ մասնագիտություններ։ Այ կուզենամ մի հատ ոնց այս ոլորտում դու սկսեցիր աշխատել։ Նախ բարև ձեզ, ուրեմն ի սկզբանե, որ երազում ես ինչ պիտի դառնաս, երազանքս էր միջազգային հարաբերություններ, ավարտեցի համապատասխան ֆակուլտետը, այն որ մեծ դիվանագետ պետք է լինես, գնացի արտաքին գործերի նախարարություն, մասնագիտությունս թուրքագիտություն էի, թուրքագետ։ Աշխատեցի ինչ-որ ժամանակ, բայց հասկացա, որ իմս չի։ Այդ որ թվերի դա Ալբինա ջան։ 95 թվականին ինստիտուտն ավարտել եմ, հենց անմիջապես պրակտիկայից հետո, որ գնում ես պրակտիկայի, այդտեղ թողեցին արտաքին գործերի նախարարությունը։ Մի խոսքով դուրս եկա, իմ ընկերուհու մաման աշխատում էր մտավոր սեփականությունում, ինքը մտավոր սեփականության առաջին բաժնի պետն էր ապրանքային նշանների, ասես որ պարապես գործ չունես, կգաս մեր մոտ հայտեր ենք ստացել, չգիտենք ինչ անենք հետները, ասենց արկղերի մեջ լցրած հայտերը։ Դա նույնիսկ կարող եմ ասեմ որ օրներ, որտեղ բոլոր հայտերը ստացել էին մեկ օրում, 95 թվականի նոյեմբերի 21-ին։ Հա։ Առաջին ապրանքային նշանի հայտերը այդ օրն է ստացվել։ Տեղական հայտեր էին։ Տեղական հայտեր, ազգային ընթացակարգով հայտերը։ Մի խոսքով արկղերով ստացել են ու չգիտեին ինչ պետք է անեին, օրենք չկար ապրանքային նշանների, պետական турքերի մասին օրենք էլ չկար, որտեղ այնտեղ միտում ուներ, որ ապրանքային նշանը գրանցելու համար պետքա պետական турք ընդունեն, հետեւաբար չգիտեին ինչ անեին։ Ու սենց հայտերը մի օրում ստացել են, եթե չեմ սխալվում, մոտ 1000 քանի հայտ մի օրում։ Հա։ Ու եթե ասենք թե նայես այդ սկզբի գրանցումները, կտեսնես որ սա նույն առաջնությունն ունեն, նույն թվականով։ Մի խոսքով գնացի մի հատ սենց մատյան տվեցին ձեռս։ Այդ մատյանը մինչև հիմա երևի կա։ 4 հատ մատյաներ։ Ու այդ 4 հատ մատյանի վրա մենք պետք է սենց իրենք էլ չգիտեին ինչ պետք է անեին, լոգիկան էր, ասի եկեք սենց որ մտից համարով ստացել եք 1 2 3 4 սենց սկսենք ու հայտի համար էլ պետք է տանք, հերթով սկսենք 1 2 այնտեղ 1995 այն ժամանակ 95001 95002 սենց սկսեցին գրանցել, սոսնձով կպցնում էինք այդ մատյանի վրա, ոչ բազա կար, ոչ բան։ Հա, դե 95 թվականի դեկտեմբերի 13-ից սկսեցինք այդ գործընթացը ու ես եթե չեմ սխալվում ընդունվել եմ 2 թե 3 ամսով։ Իսկ առաջի փորձագետն եք էլի։ Ես առաջին ես միշտ իմ վաստակը համարում եմ ոչ թե որ ես ապրանքային նշանների բաժնի պետ եմ եղել, չէ, ես առաջին փորձագետն եմ եղել։ Հա, իսկ ով էր պետը, կներես ահա։ Պետը Լիդա Լիվոնովնա էինք ասում, Մելիքյան, կարծեմ, հա։ Շատով կիներ ինքը ու մի խոսքով բաժնում մարդ չկար, ես էի արդյունաբերական դիզայներից մի փորձագետ, մի հատ ուրիշ աղջիկ կարող որ միջազգային հայտերով էր զբաղվում, բայց հայտերը կապ չկար, որ զբաղվեր, ըստ էության փորձակնություն էլ չեն արել։ Մինչև 94 թվականից միացրել եմ Մադրիդյան համաձայնագրին, փաստացի 94 թվականից մինչև 96 թվականը ներառյալ մերոնք փորձակնություն չեն արել միջազգային գրանցումներով։ Իրանք ավտոմատ գրանցվել են։ Հա, հասկացա։ Մենք մոտարապես ունենք
մոտ թվով մի 6000 գրանցում, որ ավտոմատ գրանցված առանց փորձաքննության։ Մի խոսքով 3 ամիս հետո ստացվեց, որ ես չպետք է իրավունք չունեի տեղից դուրս գալու, որովհետև մի քիչ աշխատեցինք, ես մտածեցի, ասես չի կարելի, այն ժամանակ Norton Commander-ներ։ Ծրագիր ասացին, ոնց դու գիտես կոմպյուտեր, ասի գիտեմ։ Մի հատ բան ունեինք, ինֆորմատիկայի բաժնի պետ ունեինք, Պանվել Գուրգենիչը ասաց, ես որ ծրագիր գրեմ, կարաս աշխատես։ Ասի հա կարող եմ։ Հետո սկսեցինք ծրագիրը գրել։ Մի խոսքով։ Իսկ այդ առաջի ասեմ Ալբինա ջան, մինչև մեր զրույցը Խաչիկյանի ու Նահապետյանի հետ էլ զրույց ունեցել ենք, այդ ուզում եմ հիշեմ, այնտեղ կարևոր իրադարձություններ, համ պարոն Խաչիկյանը, համ պարոն Նահապետյանը ասեցին, այդ առաջի համակարգիչ նվիրելը մտավոր սեփականության հետ։ Ես որ գնացել եմ արդեն համակարգիչներ կային։ Հա, արդեն կար։ Ճիշտ ասած, համ պարոն Խաչիկյանը, համ Նահապետյանը անընդհատ խոսակցության ընթացքում շեշտում են, որ մի ընտանիքի մոտեցում էր այդ սկիզբը ու լիքը շատ խնդիրներ լուծվելա սենց նույնիսկ տներում նստած ինչ որ գրելով այդ օրենքները ստեղծելով, որ այսինքն այդ puzzle-ը գալիս ոնց որ նախ ասենք թե բոլորը տարիքով մեծ էին, ասենք գյուտերի բաժնում բոլորը մեծ էին, այն ժամանակ ասենք ես էլ դե 21-22 տարեկան աղջիկ էի, ոնց որ ես բանն էի, գնդի որդին։ Ինձ ինչ որ մի հատ երեխա, հետո ընդեղից մեծ մասը օտար լեզու չգիտեր։ Ոլորտը նոր էր, բոլորը նստած սովորում էին։ Ու ասենք թե կար համաձայնագիր, որ թարգմանություն ուներ, կարող չուներ, ես գիտեի օտար լեզու, ես սաղոր օտար լեզվով օրենք էի կարդում, արդյունքում ինչից ստացեց, որ ես այս մասնագիտության մեջ լողում եմ, իմ չափ ոչ մեկ չի կարդացել, չի թարգմանել։ Ես միշտ կարդում թարգմանում եմ, ես երբ ինձ հիշում եմ, ես ինչ որ երկրի օրենք կարդում էի եւ ինչ որ երկրի օրենք թարգմանում էի։ Դե այդ շատ կարևոր դեր է խաղացել, էլի, հա։ Որ մի օր պետք է գա այդ սկզբունքներ, էլի, փաստորեն այսօր որ սենց ստացվում է, այդ այսօր պետք է կա։ Ապրանքային նշանների օրենսդրությունը արդեն կար, թե սկսեցիք մշակել, ես այդ սկիզբն եմ ուզում հասկանամ, թե դե պարզա, պետք էր օրենք մշակել, պետք էր այդ միջազգային համաձայնագրերին անդամակցել, որը որ մադրիդյանն է, այսինքն օրենսդրություն եւ կիրառում։ Բնականաբար նաև միջազգային փորձի ուսումնասիրություն, բնականաբար նաև լեզվի իմացությունը շատ կարևոր էր, որովհետև հասկանում եմ, որ գրականություն որպես այդպիսին բոլորը անգլերեն օտարալեզու կամ թեկուզ ռուսերեն պետք էր այդ ամեն ինչը հասկանալ եւ ճիշտ իրավակ կիրառման։ Այս ինչ նախնական քայլեր արվեց, որ ապրանքային նշանների ոլորտը դրվեց ոնց որ հիմքերի վրա։ Մինչև իմ ընդունվելը արդեն օգոստոս ամսին 95 թվականի ընդունվել է ժամանակավոր կանոնակարգ ապրանքային նշանների հայտերի գործավարության։ Եթե չեմ սխալվում 4 էջեր թե 5 էջանոց մի հատ կանոնակարգ էր, որը ուղղակի մեզ թույլ էր տալի հայտեր ընդունել եւ որը կարա ապրանքային նշան դիտարկվի։ Ասեմ նույնիսկ կար բացարձակ եւ այլ հիմքերի մերժելու կետեր էլ կային այդտեղ, դե բնականաբար ժամանակավոր կանոնակարգը ոչինչ չէր ասում միջազգային գրանցումների մասին։ Նոր ասի, որ միջազգային գրանցումները տենց էլ փորձաքննություն չէր արվում, ընդ որում այն ժամանակ միջազգային գրանցումները սենց էլեկտրոնային տարբերակով չէր, որ դու տեսնեիր, սենց մեծ արկղերով ուղարկում էին։ Ու այն ժամանակ, եթե չեմ սխալվում, Մադրիդը ուներ ընդամենը 50 անդամ երկիր, ու բոլոր 50 անդամ երկրների գրանցումները մեջն էր։ Դու ընդեղից ընտրում էիր, որն է Հայաստանի վերաբերում, դնում էին պապկայի մեջ, այդքանով էր ավարտվում Մադրիդյան համաձայնագրի հետ մեր սերտ կապը։ Մնացածը թե այդ նշանը պետքա փորձաքննություն անել, որոշում կայացնել, մերժել, գրանցել, չկար ու փաստորեն Մադրիդյան համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն, այնտեղ կա, չէ, 5-րդ կետն է, եթե չեմ սխալվում, որ եթե 1 տարվա ընթացքում չես պատասխանում, ինքը ավտոմատ գրանցվում է, ու տենց ավտոմատ 94 թվականից գրանցվեցին։ Իսկ ազգային գրանցումները կանգնացրեցին մինչև պետական турքի մասին օրենքը ընդունվեր։ Պետական турքի մասին օրենքն ընդունեցին, պետական турքը սահմանվեց, հայտ տալու եւ բան սկսեցին վճարել, բնականաբար, եթե չեմ սխալվում, կարծեմ 2200 հայտ էր եկել 95 թվականին, այդ 2200 հայտի ուղիղ կեսը турքերը վճարվեցին, մի մասը չվճարվեց եւ բնականաբար
արդեն պետական турքից հետո որ պետքա սկսեինք փորձակնություն անել, հասկացանք, որ ժամանակավոր կանոնարքը թույլ չի տալի մեզ այդ փորձակնությունն անել։ Ու մտածեցին օրենքը ստեղծելու մասին, եթե չեմ սխալվում, ապրանքային նշանների առաջին օրենքը ստեղծվել է 1997 թվականին եւ կարելի ասել, որ հեղինակներն եղել են Լիդլի Վոնովնան ու Խաչիկյանը։ Իրանք երկուսով էին աշխատում։ Ճիշտ է, կողքից եղել է այդ ֆորեսում կարդում թարգմանում էի, հետո այն ժամանակ արդեն բաժնում փորձագետներ էլ կային 96 թվականի կարծեմ սեպտեմբերից սկսեցի մարդիկ ընդունել, որտեղ ես մենակ չէի հասնում արդեն բաներ, օրենքը կար турքերի մասին ու արդեն նախնական փորձակնություն կարողանում էինք անենք, ըստ էության փորձակնություն չէինք կարողանում անենք, բայց ամեն դեպքում առաջին օրենքը ընդունելուց հետո շատ պրոտոտիպը վերցեցին Ռուսաստանի օրենքը Դե շատ օրենքներ այդ տրամաբանությամբ էին էլի զանգանում քաղաքացիական օրենսգիր նախ գալիս էր նրանից, որ այնտեղ կար նաև ԽՍՀՄ գրանցումներ։ Հա, դա այդ կարևոր հարց է։ Հա, ու ԽՍՀՄ գրանցումների համար առանձին կանոնակարգ ստեղծեցին։ Ընդ որում մարդ կար, որ բացառապես զբաղվում էր ԽՍՀՄ գրանցումների վերագրանցմամբ։ Տենց կարգ ունենք։ Ինչ-որ ժամկետ էր, չէ՞, տրամադրումով գրանցեց մինչև 96 թվականի մայիս, կարծեմ, ովքեր բերեցին, ոնց որ տերիտորիալ ընդհարձակման տիպի բաներ ստացում, ով որ հասցնում էր մինչև 96 թիվ, անում էր, ով որ չէ, ցավոք մեր հայկական նշաններից ոչ մեկ չբերեց։ Բայց ահագին ֆիրմաներ կան, նույնիսկ եթե հիմա բազային որ նայում ես, այնտեղ տակը կա SU ու ինչ որ համար է գրած, այդ նշանակում է, որ սովետական միության գրանցում է։ Ինքը մի խոսքով օրենքի ստեղծելուց հետո արդեն սկսեց բաժինը թափով աշխատել։ Ալբինա, նայ, դե փորձագետից մինչև բաժնի պետ էլի, ըստ էության դասական մասնագետի զարգացման ուղի, չէ՞, ոնց են ասում, բանվորից մինչև գործարանի տնօրեն էական մի քանի ցենց դրույթ կամ առաջար կամ միտք, որ դրել եք մտավոր սեփականության ոլորտի զարգացման մեջ, կլինի օրենքի դրույթի օրինակ ինչ-որ ամրագրում կամ միջազգային որևէ դրույթի ներառում կամ իրավակիրառ պրակտիկայում։ Օրինակ, որ դու համարում ես ձեռբերում, որ դու օրինակ այդ մոտեցումը ներդրվել է ու օգտագործվում է կամ թեկուզ եթե այս բանը չի օգտագործվում, օգտագործվել է, որ զարգացման վրա, այս ոլորտի զարգացման վրա նշանակություն է ունեցել, ըստ քեզ։ Տենց չեմ կարող ասել Արտուր, որտեղ երբեք չեմ սիրի առանձնացնել, բայց արձանագրությունը ես եմ մերոնց ասել, ասեմ, եթե մենք համաձայնագրի անդամ ենք, եկեք գոնե արձանագրությանն էլ անդամ լինենք, որովհետև ավելի հեշտացնում է մեր տեղական արտադրողների համար, որովհետև գիտեք, եթե մադրիդյան համաձայնագրով ես աշխատում, այնտեղ ֆիքսված տուրքա 100 շվեյցարական ֆրանկա, բայց լիքը երկրներ կա համաձայնագրի անդամ չեն, արձանագրության անդամ են, իսկ մեր տեղացիների համար ոնց որ իրանց ազգային տուրքից ավելի պակաս տուրք ես վճարում, ու այդ ավելի պակաս տուրքի շնորհիվ հավատարմատարի գումարել չես տալի ներկայացի, ավելի սահմանափակ բյուջեով կարողանում ես այլ երկրում նշան գրանցել։ Մադրիդյան արձանագրությունն է եղել, որ ոնց որ ամբողջովին իմ գործն է եղել, եւ 2002 թվականի օրենքն է, որ ես եմ մշակել։ Իհարկե պարոն Խաչիկյան եւ պարոն Ազյանն էլ էին մասնակցում, բայց հիմնական գործը բնականաբար արդեն բաժնի պետի վրա էր։ Սենց ասեմ, թիմային աշխատանքի բնականաբար ես երբեք չեմ կարողացել ինձ առանձնացնել։ Մենակ կարող եմ ասել, լավ էր թե վատ էր, բայց փորձակնության բոլոր այդ ժամկետները ինձնով է սահմանվել։ Քանի փորձագետապետ բաժնի համար, այսինքն մի նշանի ինչքան ժամանակում կարաս փորձակնություն անես։ Այդ սաղ բաները ամենաարագը ես էի ու ամենադանդաղը ով կարա լինի։ Այդ ժամերը, այդ դրանք սաղ ինձնով է, այդ բաներ մեկ-մեկ որ ասում են աշխատողները բաժնում, ասում են թիվը քիչ է, ասում ճիշտ է կամ ես որ մի քիչ դանդաղ գործն անեի, շատ գործ աշխատող կունենայինք, ծիծաղում ենք, բայց հա, դրանք ինձնով են։ Պարոն Խաչիկյանի հետ զրույցի ընթացքում ինստիտուցիոնալ, որտեղ մենք ոնց որ խոսակցությունը կառուցում ենք հետևյալ տրամադրությամբ, ինչ ա եղել, ինչ կա եւ ինչ պետք է անել, որ լավ լինի, էլի։ Բնականաբար մենեջմենտ անելը, գործընթացը ամենակարևոր խնդիրներից է եւ միշտ մենք
շեշտում ենք կամ ասում ենք, որ եղած փորձաքննությունների քանակը այսօր շատ է եւ եղած ռեսուրսները մարդկանց քանակը չի բավարարում, որպեսզի հնարավոր լինի շատ ավելի մանրամասն փորձաքննություն իրականացնել, ժամկետների հետ կապված խնդիրը մյուս եւ այլ եւ այլ։ Վերջի ստատիստիկան, որ նայում էի, մոտավորապես 3600 քանի ապրանքային նշան ազգային գրանցումով էր, 2900, այսինքն հստակ տարեստարի ապրանքային նշանների հայտերի քանակը մեծանում է։ Հիմա ըստ ձեր կալկուլյացիաների կամ հաշվարկների, դե ես ասենց շատ հպանցիկ մաթեմատիկա արեցի, իմ մոտ ստացվավ մի պատկեր, որ մի փորձագետը մոտավորապես տարվա կտրվածքով 700 պլյուս մինուս հայտ է նայում, ինքը բավականաչափ ոնց որ հասկանում եմ թիվ է։ Այդ 3000-ը բաժանես ըստ փորձակնությունների, երկու հատ փորձակնություն է ստացվում, նախնական փորձակնություն ունի երկու փորձագետ, ստացվում է այդ երկու փորձագետները արդեն ամեն մեկը 1800 հատ հայտ են փորձակնում նախնականը։ Հետո ըստ էության փորձակնությունը գնում է բաժանվում է այնտեղ 1 2 3 4 չհաշված միջազգային գրանցումները։ Դուք էլ պետք է հաշվեք, որ մի 2000-ից 3000 էլ միջազգային գրանցման մասով է գալի նշան։ Ու դե բոլոր նշաններն էլ հլա ինչ-որ մի հատ պերիոդներ ունեն, որ բացի կարա յուրաքանչյուր նշանի վերաբերյալ ծանոթում լինի, կարա լրացուցիչ պարզաբանման հարց առաջանա, այսինքն այստեղ այնց չի, որ հայտը եկավ ու գնաց միանգամից գրանցվեց։ Այստեղ էլի ինչ-որ process կա, որ գրագրությունն է ի հայտ գալի։ Արտուր, անհամեստ չեմ թվա, որ ասեմ իմ չափ ոչ մեկ արտասահմանյան գրանցումներ չի արել, որովհետև գործի բերումով ես նենց ընկերությունների համար եմ աշխատում, որոնք հիմնականում շատ մեծ ծավալով արտահանում ունեն։ Մեր գործն ինչ է, դե յուրե մտնում է շուկա, դե ֆակտո գործարաններն են մտնում։ Եվ երբ որ մեր օրենքը փոխեցին, վերցեցին Լիտվայի օրենքի պրոտոտիպը, դե գիտես, գրեթե բոլոր երկրների օրենքը գիտեմ այդ կարևոր բան երկրների։ Պրիբալտյան երկրներին, հա, Պրիբալտյան երկրների, հա, Լիտվայի օրենքին է շատ նման մեր օրենքը, բայց ինքը հասու չի մեր բանին։ Ինչով իմ համար ինչն է վատ այս օրենքում։ Անկախ չի փորձաքննությունը։ Մենք մտցրել ենք առարկության համակարգ, երրորդ անձին տալով իրավունք իր ապրանքային նշանը ինքը պաշտպանի։ Բայց այսօր երրորդ անձի իրավունքները սահմանափակվում է այն փորձագետով, ով որ փորձաքննություն է անում։ Այսինքն փորձագետը ինչքան էլ օբյեկտիվ լինի, սուբյեկտիվ է։ Դա չի կարա լինի։ Համակարգն է ստիպում, որ նման ինքը չի կարա նույն մարդը համառարկությունը կարդա։ Հա։ Ես միշտ ասում եմ, ինչքան էլ իրանք լավ մասնագետ լինեն, ամեն դեպքում ես 30 տարվա փորձ ունեմ ու բոլորի չափ, ասենք թե իմ չափ արած ապրանքային նշանի փորձաքննություն, ասենց ասեմ, մինչև 2002 թվականը ես մենակով գրասենյակում արել եմ միջազգային փորձաքննությունները։ Ոչ մեկ չի արել, մենակ ես եմ արել։ Իսկ այն ժամանակ տեղականները ազգային ընթացակարգով մաքսիմում գալիս էր 1000-1200 նշան, իսկ միջազգայինով գալիս էր 4-ից 5000 նշան։ Այսինքն ես տարեկան այդքան փորձաքննություն արել եմ։ Այն ժամանակ օրենքն ուրիշ էր, փորձաքննության որոշումը վերջնական էր։ Գնում ես գնա վիճարկի բողոքարկման խորհրդում գրանցումը կամ դատարանում գրանցումը։ Ընդ որում ժամկետը 5 տարի կար կախել շրջանը, 6 ամիսը կար դատարան դիմելու, այս վարչարարության բանով չկար 2 ամիսը։ Բայց հիմա, եթե դուք օրենքը փոխում եք առարկության համակարգով, ես որ բազմիցս ասել եմ, փորձաքննությունը պետք է անկախ լինի, փորձագետը պետք է անկախ լինի, ինչ կարելի էր օրենքում անել ու ինչ անհրաժեշտ է որ անել։ Պետք է փորձաքննությունը ըստ էության փորձաքննություն արեց, որոշումը կայացրեց, նշանը գրանցի, դա առարկության համար հրապարակվեց նշանը, երրորդ անձը վիճարկում է, թող վիճարկի, արդեն փորձաքննությանը չվիճարկի, որտեղ փորձաքննությունը իր դիրքորոշումն արել է։ Հայտնել է առարկություն նայող։ Ես գտնում եմ, որ ինքը շփոթել է Աշճանի նման չի։ Վերջ, կամ նման է, կամ եթե մերժել եմ, արդեն թող բան անի։ Նոր հետո եթե առարկությունը գնում է,
Արդեն առարկության համար մեզ պետք է ստատիկ բողոքարկման խորհուրդ, որը մշտական գործի բողոքարկման խորհուրդ է, որը կարողանա փորձաքննություն անի։ Հիմա զավեշտ է։ Մենք փոխնախարար չունենք, քանի ամիսեր ու բողոքարկման խորհրդին ինչ չէր լինում։ Կամ պերմանենտ փոխվում է, ասենք թե ինչ որ մի ոչ մասնագետ գալիս է դառնում այդ խորհրդի նախագահը, ոչ մասնագետ անդամները, հա ինքը լավ է որ մի քիչ էլ մասնագետ չես, ինքնուրույն որոշում ես կարող կայացնես, երրորդ անձի առարկության տեսակետից իդեալական է դա, բայց ամեն դեպքում օրինակ Եվրոպան ունի 5 ատյան բողոքարկման խորհուրդ, լավ 5 ատյան մի արեք, բայց 1 ատյանից սկսեք։ Հետո դրանից հետո եթե բողոքարկման խորհուրդը ուժի մեջ է թողնում կամ հակառակ, գնացեք դատարան։ Թե չէ մեզ նույն փորձագետը համառարկություն է նայում։ Չի կարա ինքն իրան հակասի։ Ուղղակի չի կարա։ Իսկ երրորդ անձն էլ որ ասենք թե իրան ճղում է որ այդ նշանը իրան նման է, արդեն թող մի քանի հոգի որոշի նման չի։ Տեսեք, այդ կարծիքը մասնագիտական մենակ ձերը չէ Ալբինա, էլի մասնագետների հետ որ խոսում ենք, նաև հնարավորություն ա եղել մի քանի երկրների դուք էլ եք ուսումնասիրել համոզված եմ, այդ փորձառությունը նաև մեր հարևան երկրի Վրաստանի, հատիկ կարող եմ ասել այդ երկրները, ովքեր իմ ասած ձևով են աշխատում։ Փորձաքննություն իրականացնող մարմինը ինքը անկախ մարմին է, որպես ցանկացած երկրում փորձաքննություն իրականացնող մարմին։ Ունենք, չէ՞, մենք փորձաքննական մարմիններ, Արդարադատության նախարարությունը կից, Գիտությունների ազգային ակադեմիային, ոստիկանություն 3 փորձագիտական մարմին ունենք։ Ինքը պետք է լինի անկախ փորձագիտական մարմին, եթե դա ընդունված է, որ ինքը լինի ինչ-որ մի գերատեսչության ներքո, եթե էկոնոմիկայի նախարարությունն է այդ գերատեսչությունը, բայց ինքը քաղաքականություն իրականացնող մարմնից պետք է անջատ լինի եւ փորձագետը ըստ էության, որ իր որոշումը կայացնում է, ինչպես ասեցիք, պետք է լինի վերջնական, միգուցե գրասենյակի մեկ այլ մարմին, օրինակ Վրաստանում գրասենյակի ղեկավարը ինքը մշտապես գործող բողոքարկման խորհրդի անդամ է եւ ինքը մի քանի հոգու կազմով որոշում է բողոքարկման հարցը, այսինքն ինքը ոնց որ փորձագիտական կենտրոնը, որը գործում է գրասենյակի ներքո, ինքը անկախ է գրասենյակից որպես մարմին, ինքը նաև կարա այլ ծառայություններ մատուցի, օրինակ դատարան հայց ենք ներկայացնում, կարա անկախ փորձաքննություն իրականացնի որպես շահագրգռված կողմ։ Եվ մնացած, այսինքն ինքը հեշտացում է եւ կադրերի քանակի հարցալուծում, այսինքն ես ոնց որ հասկանում եմ նախ փորձագետների քանակն է քիչ, ինքը պետք է ոնց որ sense ավելի շատանա, երկրորդը այդ առարկություն նայելու ֆունկցիան, եթե փորձագետի ոնց որ ասում ես վերցնում ես, ինքը դառնում է, որ էլ չի ծանրաբեռնվում առարկությունների մասով, այդտեղ ծանրաբեռնվում է մեկ այլ ստորաբաժանում կամ եղած ստորաբաժանման որևէ մարդկանց խումբ, որը որ անդրադառնում է։ Այդտեղ ոնց որ sense նագրուսկան կիսում է։ Մենք դեռ դրան չենք հասունացել, որտեղ դա արդեն են բարձր ավելի բարձր լեվելը, հա։ Բայց մենք կարող ենք արդեն ինչ որ մակարդակ էլի փոխել։ Ասենք թե մենք սկզբում առարկությունով չէինք անում։ Մեր մոտ ուղղակի ամբողջ բանը գրասենյակի իր վրա էր վերցում փորձաքննության պատասխանատվությամբ, նշանը գրանցում էր, գրանցումներ վիճարկում։ Բայց հիմա, ասենք, շատ քիչ երկրներ ա, որ համ փորձաքննություն անում, համ առարկությունը նույն, ասենք թե ոչ թե նույն մարմինն անում, այլ սենց ասեմ, առարկությունն ընդունում է, հետո է գրանցման որոշում կայացնում։ Ասենք թե ես կարամ ասեմ 1-2 երկրներ, այն էլ ասեմ ինչի է տենց։ Ասենք օրինակ Միացյալ Նահանգները 45 թվականի ընդունված օրենք է, Lanham Act-ը, որը մինչև հիմա իրանք չեն փոփոխել։ Ես ոդ գիտեք, ինչ ընդունում են, տես մնում է։ Supreme Court-ը մի երկու հատ բանը որոշում է կայացնում, այդ երկու որոշումով բան են անում։ Առաջնորդվում է կայուն եւ կանխատեսելիությունը, հա։ Դե վերջ։ Իսկ մենք ասենք թե մեր մոտ անընդհատ տնտեսությունը զարգանում է։ Մեր մոտ նույն ձևի է, իրանց մոտ նույն նախադեպով աշխատողն է։ Մեր մոտ միտեղ քաղաքացիական ենք, միտեղ նախադեպ ենք, ասենց մի տեսակ կա, էլի այդ փոթփյուրին կա մեր մոտ։ Դե համար գոնե կարող ենք ինչ որ քայլ կատարել։ Ասենք ես իմ այս ընթացքում որ աշխատել եմ մասնավոր սեկտորում, տենց տարբեր երկրներ օրենսդրության մեջ որ բանում, ասենք բերեմ Իրաքի վրա օրենքը, Սիրիայի վրա բերեմ, Արաբական Էմիրությունների վրա, իրանք հերթով ոնց որ
Իրանք էլ եկան հասան դրան։ Բիզնեսի համար ամենահարմարը որն է, օրինակ արտասահմանյան երկրներում գրանցում եք անում, ամենահարմարը, որ կարելի է մոտարկել, բերել ինչ որ նյուանսներով ներդնել մեր մոտ։ Որ Ինձ Վրաստանի բանն է դուր գալի, արագացվածը։ հա, Իրանք accelerated բան ունեն, արագացված գրանցման հնարավորություն ունեն, 1 ամսում գրանցում են նշանդ ու միանգամից հրապարակում են։ Վկայագիրը տալիս են։ Եթե առարկություն չի լինում, վկայագիրը տուժի մեջ է մտնում։ Վրաստանի հետ մի հատ sense առնչություն ունեցավ, վերջերս ապրանքային նշան մեր գործընկերների մեկի գրանցում էինք Վրաստանում։ Մեր մոտ ոնց է 2 ամիս երբ որ հրապարակվում է, այդ ընթացքում երրորդ կողմը կարա առարկություն ներկայացնի, ի զարմանալից Վրաստանում մի քիչ ուրիշ ձև էր, այսինքն փորձագետը գրանցեց արդեն իր դիրքորոշումը հայտնեց այդ բանի վերաբերյալ, հա, ոնց որ ասում ես, ու դրանից հետո տալիս են ժամկետ երրորդ անձանց բողոքարկելու, եթե չի բողոքարկում, ինքը գրանցում։ Ընդ որում, եթե բողոքարկվում, արդեն փորձագետը չի լսում։ Իրանց մոտ մարմին կա։ Հա։ Իրանց մոտ արդեն մարմին կա ու Քութայիսի դատարանն է։ Ես ասեմ, բիզնեսի համար ի սկզբանե իմանալ փորձագետի դիրքորոշումը, ոչ թե իմանալ այդ դիրքորոշումը 4-րդ ամսում կամ 3-րդ ամսում։ Շատ ավելի լավ է։ Արտուր ջան, ցավալին գիտեք, այստեղ նաև ինչա, որ շատ էս աշխատում փորձագետների հետ։ Արդեն դու գիտես, որ էս ապրանքային նշանը, ասենք եթե ինձ որ հայտատուն, չոր, նշանա բերում, ես պետքա նայեմ, ես միանգամից նայում եմ, այս նշանը որ ընկնի X փորձագետի մոտ sense որոշում կկայացնի, Y-ի մոտ sense որոշում կկայացնի, Z-ի մոտ sense կնայի գործին։ Ու որ հայտը տալիս եմ, սպասում, ասում եմ, ասվա տնեսում մոտ կանգնի։ Հա, բայց այդ նորմալ իրավաբանության մեջ երևույթ է, Ալբինա ջան, Արդեն հստակ գիտես ինքը ինչ դիրքորոշում ունի։ Դատական գործերով ա տենց։ Արդեն դու գիտես, օրինակ, դատավորի աշխարհընկալումը, ոչ թե աշխարհընկալումը, այլ իրավական ընկալումը նորմերի մեկնաբանությունը եւ իրավաբանը, փաստաբանը ինքը իր մարտավարությունը կառուցում է նաեւ հաշվի առնելով տվյալ դատավորի հարցերին մոտեցումը, դրա համար ես բայց լավ է, ամեն փորձագետ փաստորեն իր սուբյեկտիվ ընկալումով է մոտիկանում, չէ՞։ Սուբյեկտիվ չէ, սենց ասեմ։ Նո, օրենքի ես էլ եմ փորձագետ եղել, ու մենք մի հատ հավատարմատար ունեինք Մանուկյան, ինքն էր միշտ ասում։ Ասում էր ամենալավ փորձագետն է, այն որ նշանը վերցնում է, որոշում է ինչով մերժի։ Եթե չի մերժում, ուրեմն լավ է, ուրեմն նշանը ամուր գրանցվել է, որ փորձագետը գործը վերցեց, որ ուզում է գրանցի, այդ արդեն լավ չի։ Ես տենց եմ եղել, ես։ Դա պետական մարմնի մոտեցումն է, բայց բիզնեսը։ Այդ ես տենց եմ ասում, ես էլ հենց գործը որպես փորձագետ եմ ասում, այս նշանը ինչով կարելի է մերժել։ Հա, ես տենց եմ միշտ փորձակնությունն արել։ Հիմա էլ որ բան ենք անում, բայց հետո գիտեք ինչ իմ ասած տարբերակը, որ եթե ընդունի, արդեն փորձագետներն էլ շունչ կքաշեն։ Հա։ Ես մեկ-մեկ ասենք թե որ նայում ես այդ ծավալը, ասում մեկ-մեկ մեղքսել է գալու, ասում լավ, դստեմ առարկեմ 20-ից կարամ առարկեմ, բայց մեղք է այդ մարդը։ Դա հետքա պետք է ընդհարցել, հետո քո գործն է հետաձգվում։ Տես, փորձագետի անկախությունը շատ կարևոր Իմ ասած տարբերակով ինքը անկախ է։ Բայց մենք էլ հակառակ միշտ բանն ենք, չէ՞, անում, օրինակ նույն առարկությունների ժամանակ ասում ենք լավ, ընկալելով փորձագետի անկախություն, ասում ենք լավ, всё-таки վարչական մարմին է, վարչական ակտ է, չէ՞ կայացնում։ Հա։ Ու միշտ այդ վարչական օրենսդրության 7-րդ հոդվածը մենք հիմա սկսել ենք, ես զգում եմ այդ հիմա դու հարցին նայում ես երկու կողմից, համ որպես արտոնագրային հավատամատար։ Հա, ես չեմ կարողանում։ Համ ոնց որ sense երկակիություն է։ Հա, այդ շատ դժվար է, դրա համար օրինակ, եթե ես նայում եմ վարչարարության տեսակետից, ասում եմ, դե եթե այս մի պարագայում նույն ձևի պայմաններում այս ապրանքային նշանը գրանցվել է, ըստ ինձ սա այլ պայման է, նույն պայմանն է, ինչի չի գրանցվում, բայց հաշվի չեմ առնում, որ օրինակ ստեղ փորձագետը եղել է այլ մարդ, որը այլ լոգիկա է դրել, իր ինտերպրետացիան է դրել օրենքի, ստեղ եղել է այլ փորձագետ ու պահանջում եմ երկու տարբեր փորձագետները, բայց վարչարարության տեսակետից ճիշտ եմ ըստ էության, ասում եմ վարչական մարմինը։ Դու նայում ես որպես իրավաբան։ Երբ որ ապրանքային նշաններով զբաղվում ես, պետք չի իրավաբան լինել։ Շատ ճիշտ է այս մասնագիտությամբ զբաղվել, երբ որ դու մասնագետ ես դառնում, նոր ես դառնում իրավաբան։ Ես օրինակ ընթացքում եմ սովորել, ավարտել, ինձ ուղղակի որ պետք էր իրավաբանություն սովորել։ Չէ, ամեն ապրանքային նշանն իր մոտեցումն է, դա ընդհանուր վարչարարություն չի։ Ուղղակի ընդհանուր վարչարարությունը սխալ է, իմ համար օրինակ շատ են որ
չեմ հաշտվում այդ բանի հետ, որ օրենքի 14.3-ը փորձագետը կարա մի գրչի հպումով օգտագործի։ Դու դրա հետ պետքա շատ զգուշ լինես, որտեվ դու դիմաց այդ գործարարը, դու այդ գործարարին ես ասում գործել ես անբարեխիղճ։ Մի հատ այդ 14.3-ը դու ասեցիր, ես հասկացա, բայց հաղորդում ենք նկարում, էլի։ Ալբինա ջան, մի հատ 14.3-ի երևույթը լավ կլինի, որ այս ոլորտում մասնագետները նաև բիզնեսը մի հատ հասկան է 14.3-ը ինչ է, էդի վնասը օգուտ է ու դրա ներդրումը կամ դրա չեղարկումը ինչի կբերի։ Երկու բառով 14.3-ի մասին։ Ուրեմն Փարիզյան կոնվենցիայի 10-ից հոդվածը ունի մի հատ կետ։ Ну, դա 10-ը ամբողջովին նվիրված է անբարեխիղճ մրցակցության, եւ որ այնտեղ ասվում է, որ հայտատուն կարող էր իմանալ այդ նշանի մասին։ Համապատասխանաբար Փարիզյան կոնվենցիան ինքը պարտադրող կոնվենցիաներից է, որը պետք է անդամ պետությունները պարտադիր ունենան իրանց օրենքներում։ Սկզբում այդ կետը բացարձակ հիմքերի մեջ էր մտնում, 9-րդ հոդվածի մեջ էր։ Այս վերջին օրենքով փոխեցին, վերեցին 10-րդ հոդված, այլ հիմքեր սարքեցին, որ երրորդ անձի իրավունքներ է խախտում։ Ասեմ, որ Եվրոպայում բացարձակապես 10 բիսը իրավունք չունի փորձագետը կիրառելու։ Դու նույնիսկ իրավունք չունես 5-ատյան բողոքարկման խորհրդում բողոքելուց, ասես դիմացինը գործել է անբարեխիղճ, որտեղ մարդու համբավի հետ ես խոսում։ Իսկ այդ փորձագետի 14 բիսին չի ասում։ Հայտատուն չի կարող ներկայացնել հայտ կամ իր գործողությունը համարվում է անբարեխիղճ, եթե ինքը հայտի տրման օրվա ընթացքում գիտեր այդ ապրանքային նշանի մասին։ Հակասություն, իսկ փորձագետի ինչ գիտի, հայտատուն գիտեր, թե չգիտեր։ Հա։ Ես իմ պրակտիկայով ասեմ, մի անգամ ստանում եմ մերժման մասին որոշում, որտեղ մեզ մերժում է սիգմա ապրանքային նշանը ծխախոտի համար գրանցելու։ Հա։ Նայում եմ, ասում պիտի որ ես եմ ստուգել, էլի սիգմա չլներ, նայում եմ, ասում լավ է սիգման որտեղից են գտել։ Իհարկե, հղումով նայում եմ, ուղղակի դրել են։ Չեն էլ նայել ինչ են դնում։ Հիտլերի ժամանակ Չեխոսլովակիայի մի հատ գործարան ա եղել, Հիտլերն այդտեղ իր զորքերի համար սիգմա սիգարետ արտադրել։ Լինքը դրել են, չեն տեսել ինչ են դնում։ Հա, բովանդակության մեջ։ Ասենք թե նույնիսկ այդ, բայց իրանք հարցը չի։ Խնդիր չկա, փորձագետը կարա այդքան էլ չխորանա։ Ասենք տեսել է սիգմա սիգարետը կա, տուփը կա ու հիմքը դրել է։ 700 հայտ։ Չէ, 700 հայտը չեմ ասում, ուրիշ բան եմ ասում։ Ինքը շատ հանգիստ ասում է, որ ես գործել եմ անբարեխիղճ։ Հայտատու, որը շատ հայտնի ընկերություն է, խոշոր հարկատու է, շատ բարեխիղճ հայտատու է, շատ բարեխիղճ ընկերություն է։ Հա, այսինքն նվիրված հայ ազգի համար, ուղղակի գիտեք ինչ, ոչ մեկ գլուխ չի դնում իրանց հետ, բայց բա որ մեկը վեր կանա ու իրանց պատվի արժանապատվության դեմ հակընդդեմ հայց տա։ Ասենք հայց տա դատարան, ասենք դու ապացուցի որ ես գործել եմ անբարեխիղճ։ Ալբինա, այդ այն ժամանակ չեղել այդ մրցակցության պաշտպանության կայացած օրենսդրություն։ Ես չգիտեմ հիմա կիրառվում է դա չէ, բայց օրինակ մրցակցության պաշտպանության օրենքում մի հատ դրույթ կա, որը հնարավորություն է տալի պետական մարմիններին 26 հոդվածն է, իշքամ հիշում եմ, հաստատ չեմ հիշում, բայց ասում է պետական մարմին, եթե քո մոտ ինչ որ մի հատ վարչական ակտ կայացնելու հետ կապված պետքա մրցակցության վերաբերյալ դիրքորոշում ունենալ, կարող ես դիմել մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որպես մասնագիտացած ոլորտի համար պատասխանատու մարմին եւ այդ բարեխիղճության խնդիրը պարզաբանելու համար։ Ես չգիտեմ այդ գործիքը, ես չեմ լսել համենայն դեպս այդ գործիքը երբևիցե օգտագործվել է թե չէ։ Օրինակ մտածում եմ, որ կարա ինքը այդ հարցը որոշելու համար վարչական ակտը կայացնելուց առաջ, եթե անբարեխիղճության էլեմենտ կա, դիմել օրինակ պետական մեկ այլ մարմնի, որպեսզի այդ հարցի պարզաբանումը լիարժեք լինի։ Ուրեմն մրցակցության առաջ ոնց էր ՄՊՀ-ը առաջ ոնց է բաներ կոչ առաջ ուժ ձև էր ՏՄՊՊՀ էր կոչվում, հա։ Իր ՏՄՊՊՀ-ն իր ստեղծման օրվանից հիմա ՄՊՀ-ն ոնց որ այս երկու մարմիններն իրարից խուստան։ Չեն սիրում իրար հետ բան անել։ Բայց իրականում պետքա համագործակցությունը կարևոր է, որովհետև չգիտեմ, իրավական տեսակետից համենայն դեպս իմ ընկալումը տեսական առումով այնա, որ ըստ էության ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը
դա անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից մեկն է, որովհետև եթե մեկը մյուսի ապրանքային նշանը ըստ էության ապօրինի օգտագործում է, ընդհանուր գաղափարը ոչ պատշաճ մրցելն է շուկայում միևնույն, սենց կարանք վերապահումներ անենք, բայց ամեն դեպքում ոչ բարեխիղճ մրցակցությունն ու ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը իրանք իրար հետ գնացող բաներ են։ Ես մի քիչ համաձայն չեմ այդ դրույթի հետ, որտեղ Փարիզյան կոնվենցիան, մեր մայր կոնվենցիանը հստակ ասում է, որ մտավոր սեփականությունը սահմանային է։ Այսինքն իմ ստեղի պաշտպանածը Հայաստանի սահմաններից դուրս չի գալի։ Ես չեմ կարա իմ պաշտպանությունով Վրաստանում ինչ որ բան անեմ։ Կարող է շատ լայն համբավ ունի, այդ դեպքում տար հանրահայտ ճանաչի։ Օրինակ ես Վրաստանում դեպք եմ ունեցել, նշանը շուկա ուներ 10 տարի, խնդիր ունենք, չէին կարողանում գրանցեինք, դիմել էինք դատարան, երկար էր ցկցկում էր, ես զուգահեռ, այնտեղ օրենք ուրիշ ձև է, մեր մոտ չի չես կարող հանրահայտ ճանաչես, ոնց որ մեր մոտ է դատարանով պետք է անես։ Ասի գիտեք ինչ որ արդեն նշանը հայտնի, եկեք մի անգամից դատական գործնել ունենք, զուգահեռ հանրահայտի հարցնել լուծենք։ Մի անգամից հանրահայտ ճանաչեցինք, հա դա ուրիշ է, խնդիրն է, բայց չես կարող ասել մի երկրի նշանը հայտնի է Հայաստանում, շուկա է։ Հա, կարա լինի տվյալ տարածքում կարա հայտնի լինի։ Այնքան անուններ կան, որ այդ երկրում կարող է ինչ որ մի հատ բուջուր ֆերմեր մի բանկատոմատ է սարքում, անունը դրել է այդ անունը, ասենք X, հիմա ես ուզում եմ X արտադրեմ, ասում եմ գիտես Իտալիայի մի հատ ֆերմեր տարեկան 8 բանկատոմատ է փակում, այդ 8 բանկայանը X է, հայտատուտ որտա կգործի անբարեխիղճ։ Այն դեպքում որ այդ հայտատուն ասենք թե Carrefour-ներին, Carrefour-ի ցանցը գիտեք, անսահմանակ չափով այդ ապրանքից տալիս է։ Հիմա 10 ու փորձագետն է որոշում այդ մարդը այդ բրենդով աշխատի։ Հիմա այդ դրույթը պետք է հանել մեր օրենքից, թե պետք է հանել։ Ուղղակի փորձագետին թույլ չտալ օգտագործել, իհարկե։ Լավ։ Արմինե ջան, մենք իրավական շատ նյուանսների վրա շեշտադրումներ արեցինք, որը որ մասնագիտական համայնքի համար համենայն դեպս հետաքրքիր է, բայց գանք մեր հերոստադիտողը, բիզնես անող, սպառող, որպես արտոնագրային հավատարմատար արդեն, որ գալիս է բիզնեսը, կոմոդ ասում է, ես ուզում եմ իմ ապրանքային նշանը կամ իմ լոգոն գրանցեմ, հիմնական առաջի մոտեցումը տենց է, փոքր եւ միջին բիզնեսի մասին, որը ընդհանուր այս երևույթին տեղյակ չէ էլի։ Լավ, այդ ապրանքային նշանը ինչ է, ինչի համար է պետք գրանցել մեսիջը մեր բիզնեսին։ Իմ համար ապրանքային նշանը քո այցեքարտն է շուկայում։ Մեր գործը դե յուրե ձեզ ճանապարհ բացելն է, որ դե ֆակտո դուք մտնեք ու շուկան ձեզ վերցնեք։ Ունեցել եմ հակառակ գործեր, երբ որ դե ֆակտո շուկա ես ունեցել, դե յուրե քոնը չի։ Շատ դժվար է ալնում շուկան գրավել այդ ժամանակ դե յուրե։ Կեղծումների դեմ չես կարողանում պայքարես, իհարկե չեմ կարող ապրանքային նշանների աններ տամ, որովհետև բանա, բայց սարսափելի է, երբ որ դե ֆակտո շուկան ունես, բայց դե յուրե քոնը չի։ Հա։ Ով ուզենա, կարա այդ շուկան ձեռքից վերցնի։ Ու մտնում ես արդեն իրավական մի հատ լուրջ պրոբլեմների առաջ կեղծում են, տալիս ես դատարան։ Չես կարող ապացուցես, որ այդ նշանը քոնն է։ Դա եղել է դեպք, որ նույնիսկ դատական ընթացքում 9 փորձագետ ենք բանարել, 9 միաձայն, 9 փորձագետ, ասլա որ հա, այս ընկերության այս նշանը հայտնի է, բայց գրանցած չի, չենք կարող ասել, որ ինքը օրենք է խախտում։ Այսինքն առաջի խնդիրը, եթե դու բիզնեսը սկսում ես, պետք է անպայման գրանցել։ Մինչև այդ գովազդային քո ամեն ինչը կազմակերպել, որովհետև դու կարող ես մեծ ծախսեր անես գովազդի վրա, քո այդ բրենդ բուքը սարքես, ու չգրանցվի զուտ, որովհետև դու նես բան ես մտածել, որ ինքը չի կարող գրանցվի, կամ քեզանից առաջ մեկը գրանցել է, կամ ինքը չի պահանջում, օրենքի պայմաններին չի պարունակում։ Տեսեք, ոնց անենք, որտեղ ըստ էության ինչ է ստացվում, ստացվում է, որ մենք տեղական բիզնեսը ամուր հիմքերի վրա նախ պետքա դրվի երկրում ընթացակարգը մտավոր սեփականության պաշտպանությունը լուծեց, որ ինքը հետո այդ բազայի վրա հիմնված կարողանա գնա դուրս։ Եթե ինքը սա չարեց, ըստ էության դրսում խնդիրներ է ունենալու կամ նույնիսկ ինքը այդ պատկերացումը եթե չունեցավ, որ ներսի սխեման ոնց է, որտեղ ըստ էության մտավոր սեփականության ամրապնդման պաշտպանության ընթացակարգերը
գլոբալ օրենսդրությունը միջազգային հաշվի առնելով ինչ-որ պլյուս-մինուս տարբերություն բոլոր տեղերում նույնն է։ Այսինքն ինքը ներսում պետքա պատկերացնի իր արժեքը մտավոր սեփականության, որ հետո արտահանման դեպքում էլ նաև կարողանա պատկերացնի, թե ոնց է չէ լինելու։ Դե սենց ասեմ, ընկերությունների 90%-ը հայկական շուկայից են սկսում։ Դե հա, դե ֆակտո, եթե ուզում ես կայանաս շուկայում, նախ պետքա քո երկրում կայանաս, բայց ասենք թե շատ է դեպքերը, որ ուղղակի այդ ապրանքային նշանը, որով դու քո տեղական շուկայում հայտնի ես, ինչ որ մի երկրի շուկայում չկարողանաս էլ օգտագործես։ Որտեվ արդեն Որտեվ արդեն այդ երկրում երկրում կա ու այդ ասենք նորմալ է։ Ասենք մեկը Unilever-ի վազելին բրենդը։ Հա։ Ասենք թե մի երկրում վազելին է, մի երկրում ուրիշ անուն է։ Բայց իրականում պարտադիր է գրանցելը, նույնիսկ ասենք թե այն երկրները, որոնք օգտագործման հիմա վրա են, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, նույնիսկ իրանք են հնարավորություն տալի intent to use, մտադրված եմ օգտագործելու այդ տարբերակով գրանցելու ժամկետ են տալի։ Օրինակ Ֆիլիպիններում 3 տարի է գրանցումը։ Օգտագործում չափածուցեցի, իրանք արդեն դուրս են հանում։ Ասում են քեզ 3 տարի ժամանակ էր տված շուկա մտնելու։ Չես մտել, վերջ։ Ամերիկա մի քիչ ավելի ժամանակ տալի, ասենք թե 5-ից 7 տարի է։ Իսկ երկու մեխանիզմ կա, չէ՞, դե մադրիդյան մեխանիզմը այդ արդեն պետք է քո երկրում գրանցված լինի կամ հայտը ներկայացրել։ Եվ կա, որ դուք ունեք գործընկերներ տարբեր երկրներում եւ Հայաստանի տնտեսվարողը կարող ամիջաուղ որ մեխանիզմն է, էլի, օրինակ, որ մեխանիզմը որ դեպքում է ավելի նախընտրելի կիրառել։ Կա մի հատ մեխանիզմ էլ TLT-ն, Սինգապուրյան համաձայնագիրը, որ հնարավորություն է տալի, եթե դու այդ երկրում հասցե ունես նամակագրության, դու ինքդ քո երկրից կարաս այդ երկրում հայտ տաս։ Պարտադիր ուղղակի նամակագրության տվյալ երկրի նամակագրության հասցե նշես, ասենք թե Ռուսաստանն էլ է անդամ, չնայած մենք Հայաստանը Ռուսաստանի հետ 95 թվականին համաձայնագիր ունի, որ մեր տեղացիները, մեր Հայաստանի քաղաքացիները կարող են հանգիստ ուղիղ Ռուսաստանի Հանրապետությունում դիմել գրանցման։ Բայց կիրառվում է դա։ Հո։ Հա։ Իհարկե։ Ես օրինակ ճիշտ ասած նման դեպքեր չեմ լսել, գիտեմ որ Հայաստանից հանգիստ կարող եք, նույնիսկ ես այնքան է եղել, որ ասենք դիսկլամացիայի համար մերժել են, ուղիղ նամակը պատասխանել եմ, իրանք գրանցել են նշան։ Այսինքն լրիվ ընթացակարգերը թույլ է տալի, որ Հայաստանի քաղաքացին հանգիստ երևի առանց էլեկտրոնայնի, որտեղ այնտեղ էլեկտրոնայնի համար պահանջում է, որ պետք է արտոնագրային հավատարմատար լինես, առանց նամակով։ Ինչ մի դժվար է։ Այսինքն մենք Սինգապուրյան այդ համաձայնագրին անդամ ենք։ Լավ։ Սինգապուրը հասցե է պարտադրում։ Լավ։ Եթե տվյալ երկրում հասցե ունես, ինքը թույլ է տալի, որ կարողանաս։ Ես հակառակը գիտեմ, որ օրինակ երբ որ դրսի արտասահմանյան ընկերությունը Հայաստանում տալիս է ապրանքային նշանի գրանցում, պետական турքը շատ ավելի քիչ է, կոնկրետ $100, ասես պայմանական շվեյցարական ֆրանկ։ Բայց երբ որ ինքը ամիջականորեն հավատարմատարի միջոցով է դիմում, արտասահմանցին չի։ Դա միջազգային համաձայնագիրն է։ Ուրեմն միջազգային համաձայնագիրը Մադրիդյան համաձայնագիրը ունի Մադրիդյան համաձայնագիր եւ արձանագրություն։ Երբ որ Մադրիդյան համաձայնագիրը ստեղծվել է 1890 քանի թվականին հիմա չեմ հիշում, դե այն ժամանակ ոնց որ complimentary fee, տենց են ասում, պարտադրող турք, որը սիմվոլիկ այն ժամանակ 75 շվեյցարական ֆրանկ էր, այս վերջերս է թանկացել դարձել 100 շվեյցարական ֆրանկ։ Հետո երբ որ գայթակղում էին այն խոշոր երկրներին էլ դառնային Մադրիդյան համաձայնագրի անդամ, ԱՄՆ-ն դառնալուց պարտադրեց, որ ասաց ես 100 շվեյցարական ֆրանկում Ամերիկայում նշան չեմ գրանցի։ Իրանը 250, չէ, ինչ-որ ավելի բարձր է։ Իրանը 257-ի կարգի է։ Չէ, 457 կարծեմ, 457։ Մի խոսքով, նույնը Ճապոնիայի турքերը այն ժամանակ 2000-ի կարգի էին։ Նույնը Արաբական Էմիրությունները մոտարապես 3000 քանի դոլար էր գալի։ Դե բնականաբար 100 շվեյցարական ֆրանկով ով չես գրանցի։ Ու լիքը պետություններ, որ այդ 100 շվեյցարական ֆրանկի համար անդամ չէին դառնում։ Մերը Մադրիդյան համաձայնագրի միանալը ուրիշ է։ Մենք մեզ ճանաչեցինք Սովետական միության իրավահաջորդ ու ավտոմատ Փարիզյան կոնվենցիային եւ Մադրիդյան համաձայնագիրը ավտոմատ տարածվեց մեր վրա։ Մենք ոնց որ տարբերակ չունեինք։ Օրինակ Վրաստանը չճանաչեց այդ հարցում իրան իրավահաջորդ։ Ինքը առանձին միացավ Փարիզյան կոնվենցիային եւ հետագայում որ այդ турքերի հետ կապված եւ
մի շարք էլի գործոններ կային, օրինակ турքերն էր գործոնները, 1 տարվա փորձաքննությունն էր գործոնները, Ամերիկան ասում էր ես հրապարակում եմ տալի։ Ես մի տարվա մեջ չեմ տեղավորվի։ Երկրներ կային, որ հրապարակումը 18 ամիս էր։ Իրանք էլ են ասում են մի տարվա մեջ մենք չենք տեղավորվի։ Հետևաբար ոնց որ այդ 1 տարվա փոխարեն դարձավ արձանագրությունը 1 տարի ու կես, 18 ամիս էր, եւ լեզուն։ Մադրիդյան համաձայնագրի լեզուն բացառապես ֆրանսերեն էր։ Իսկ արձանագրությունը թույլ էր տալի անգլերեն, իսպաներեն կամ ֆրանսերեն, 3 լեզուից որը կընտրեք։ Այսինքն երրորդ լեզվի, այսինքն եթե դաժե եթե դու ֆրանսերեն չգիտեիր, չէր կարող այդ հայտը տայիր բանաներ։ Ես դրա համար ստիպված ֆրանսերեն եմ սովորել։ Դե հա, անհրաժեշտություն է։ Որտեւ այն ժամանակ պետք է հայտերը բոլոր գալիս էին ֆրանսերենով, ապրանքների ցանկը բանը, բոլորը գալիս էին ֆրանսերեն։ Մի խոսքով, դրա համար արձանագրությունը թույլ տվեց, որ անհատական տուրքեր, բայց անհատական տուրքերը պետքա 10%-ից պակաս լինեին ազգային տուրքերից։ Դրա համար եթե մադրիդյան համաձայնագրով ես տալի, արձանագրությամբ ես տալի հայտը, այդ դեպքում ակո տուրքերը 10%-ից պակաս։ Հա։ Հասկացար, թե չէ նույն թիվն է, իրանք չեն կարող դարձնել։ Դե շվեյցարական նաև այդ Ժնևի գրասենյակի մուծում կա, չէ՞, գույնավոր եւ սև սպիտակի համար։ 903 եւ 450, բայց այդ կողմից ինքը 653 450-եր տերիտորիալ ընդարձակում կատարելու դեպքում, բայց ինքը էլի ձեռնտու է, որտեղ դու միջազգային հայտի գրանցման համար ես տալի միջազգային տուրքը։ Դու միջազգային տուրքը գրանցեցիր, ասենք գունավոր ապրանքային նշան վճարեցիր 900 շվեյցարական ֆրանկ եւ հայտը գրանցեցիր։ Նշում ես երկրներ, ասենք մի երկիր է Ռուսաստան, բայց հետո դու այդ նույն հայտով կարող ես ինչքան երկիր ուզենաս ավելացնես։ Հա, ինքը ոնց որ ավելի հարմար գործ է։ Հիմա 100 մոտ 150 պետություն անդամ է Մադրիդյան համաձայնագրին, ու դու կարողանում ես մի հայտով, որը ասենք թե մոտավորապես նստում է 13000 շվեյցարական ֆրանկ, եթե Հայաստանից ես տալի, դու կարողանում ես 152-ում նշան գրանցել, տես թիվ չկա։ Եթե դու ամեն երկրում տաս, ստացվում է մենակ այդ երկրների ներկայացուցիչների իրավաբանական ծառայությունները այդքան կլինեն, էլի։ Հասկանալի է։ Ալբինա ջան, սենց մեսիջ ուղարկենք մեր տնտեսվարողներին, ովքեր ունենք արտահանում։ Դե ես գիտեմ, հիմնական արտահանող տնտեսությունը ստացվել է այնպես, որ ծխախոտի ոլորտն է եւ հայկական արտադրության ծխախոտը ինքը կարելի ասել 40-ից ավել երկրներում արտահանում ունի, դա ենթադրում է 40 երկրների մտավոր սեփականության իրավունքի սկզբունքների ճանաչել, գրանցումները հասկանալ եւ այդ երկրներում ոչ միայն գրանցում անել, այլ նաեւ գիտեմ, որ կեղծումները արդեն կան տարբեր երկրներում եւ պետքա Հայաստանից մտավոր սեփականության գործիքները օգտագործելով պաշտպանել հայկական արտադրողի իրավունքները արտասահմանյան շուկաներում։ Այսինքն ինչ է ստացվում, որ ցանկացած տնտեսվարող, որը որ նպատակ ունի կամ արդեն իսկ արտահանում ունի տարբեր երկրներ, ինքը օգտագործի նույնպես Մադրիդյանը տվյալ երկրներում արտահանելուց առաջ իր ապրանքային նշանը գրանցել, նաև օգտագործել այդ երկրների այդ լինելով ծխախոտի ոլորտում ՄՍ իրավախորհրդատու ինչ խորհուրդ կտաս այլ բիզնեսներին, ովքեր որ ուզում են արտահանման շուկաներ գրավել եւ ինչ առանձնահատկություն ունի, օրինակ նույն ամերիկան, եվրոպական, միջին Ասիա, այսինքն այն ու հետխորհրդային երկրների ինչից սկսի եւ ինչ մարտավարություն ընտրի, որ ինքը կարողանա այդ շուկաներում ավելի պաշտպանված մտավոր սեփականություն ունենալ։ Ծխախոտի ոլորտը ստեղ կապ չունի, ստեղ ուղղակի կարևորը ապրանք է արտահանում, ինչպես ասի, նախ պետքա գրանցել, վստահ լինել, որ այդ նշանը այդ շուկայում ազատ է, որովհետեւ մտնում ես շուկա, պետքա ճիշտ մտնել, իսկ ճիշտ մտնելու առաջին տարբերակը նշանը գրանցելն է։ Իսկ ուսումնասիրությունը ո՞նց գիտեք, խնդիրն ինչու՞մ է, իրականում այսքան աշխատելով, ես կարող եմ ասել, որ Հայաստանը իդեալական է աշխատում։ Ամենակարճ սահմանները, ժամկետները Հայաստանում է։ Եթե Վրաստանի այդ արագացված գրանցումը հանենք, այնտեղ էլ 1 տարի մինիմումը 1 տարի տևում է նշանի գրանցումը։
Հայաստանում, ասենք թե եթե քո նշանը խնդիր չունի, 4 ամսում գրանցվում է նշանդ ամենաուշը։ Շատ լավ ժամկետ է։ Դա իդեալական ժամկետ է, ես ասեմ փորձ ունեմ, Ինդոնեզիայում 2016-ին հայտ եմ տվել, վկայագիրը նոր ենք ստացել։ Ասենց ասեմ, Կոնգոյում գործ ունեինք, արդեն երկարաձգելու ժամկետներ մենք ուզում ու գիտեք ոնց է, եթե նշանը չի գրանցվել, կապ չունի գրանցված է թե չի գրանցված, որ հայտ ուզում ես պայես, կարող ես պետքա երկարաձգումը տաս։ Դե ագինեթը բայց մենք ձգտում ենք լավ երկրների հետ համեմատվել, էլի։ Դե հիմա զարգացած ավելի ճիշտ էլի, հա։ Մենք զարգացած երկրներում դժվար կարողանանք շուկա ունենանք։ Հա, բայց ցանկալի է, հա։ Ցանկալի է այդ մակարդակին հասնել, որ զարգացած երկրները բանանեն, թողնեն մեր ապրանքը այնտեղ ներմուծվի, դա մի քիչ էլ քաղաքականություն է։ Դե այլ ռեգուլյացիաներ էլ կան, չէ՞, չափորոշիչների համապատասխանությունը։ Մեր երկրները մի քիչ sense բան չէ, այդ ստաբիլ, որ ստաբիլ նոր շուկա է մտնում, մեր մոտ ավելի շատ հարևան երկրներն է ու մի քիչ այն երկրները, որոնք որ մենք կարող ենք մտնել։ Հա, ի նկատի ունեմ, դե շեշտ խոսակցության մեր ընթացքում Իրաք, Միջին Ասիա նման երկրներ, ասիական նաև շեշտեցիր, այդ երկրներում մրցակցությունը, նաև այն երկրներում, օրինակ, որ զարգացած երկրները ուղղակի չունեն շուկա, կապված քաղաքական կամ այլ բաներից, մենք մրցում ենք կամ տվյալ երկրի արտադրողի հետ, որ լավ ներքին արտադրական շուկա չունի եւ մեկ-մեկ սոցիալական ցանցերով էլ նաեւ տեսնում եմ հրապարակումներ, երբ որ Իրաքի կամ մեկ այլ ասիական երկրների խանութներ այցելելուց հայկական արտադրանքա հայտնվում, իսկ միշտ հետաքրքրել է օրինակ այդ երկրներում այդ ապրանքային նշանը, հյութեր տեսնում ես, շոկոլադ տեսնում ես, հրուշակեղեն տեսնում ես, միշտ հարց առաջացել, արդյոք այդ ապրանքային նշանները տվյալ երկրում գրանցված է թե չէ։ Դե Եթե իմ հայտատներն են գրանցված է։ Ալբինա ջան, շատ հետաքրքիր ոնց որ ասած զրույց ենք ունենում ու անընդհատ կարանք ոլորտի հետ այնքան տարբեր շերտեր կա քննարկելու, որ կարող ենք խոսել, որը որ ինչպես նախ հետաքրքիր կլինի բիզնես անողի համար, այնպես էլ մասնագիտական համայնքի, որպես մեր զրույցը շատ արագ անցավ, բայց եզրափակիչ առավելություններով եւ թերություններով հանդերձ այն համակարգը, որ Հայաստանում արդեն կա ստեղծված, հա, եւ արձանագրում ենք, որ շատ դրական գործընթացներ կան, որոնք որ արդեն կիրառվում են, ժամկետի առումով նշեցինք, որ իդեալական ժամկետ ունենք, խնդիրներ կա կիրառման հետ կապված եւ այլ, ինչը կփոխեիք, եթե որոշում կայացնելու վրա ազդեցություն ունենայիք, որը որ ըստ քեզ կլիներ խթան էլ ավելի զարգացած համակարգ ունենալու։ Կհավատաս Արտուր, պետական համակարգում գրեթե բան չի փոխի։ Ուղղակի մի հատ լծակ կմտածեի, որ մեր բիզնեսմենները զարգանային։ Այսօր մեր մոտ կատաստրոֆիկ վիճակ է աշխարհագրական նշումները։ Պետական մարմինը հո դրա հետ ինչ կապ ունի։ Հա, թարապ։ Գնում խնդրում ես շարժվում։ Բայց կա մոտ տեսնում ես, չէ՞, գրանցումները։ Պետական մարմինը տվեց գրանցման։ Նախարարությունը տվեց էկոնոմիկայի։ Նու Սևան իշխանը այդ ուղակի այդ մեկն էր։ Բայց այսօր մենք հայտ ունենք հայկական մածուն, հայկական լավաշ, այնքան չարեցին ստիպված էկոնոմիկայի նախարարությունը հայտը տվեց։ Հա, ես տեսա, որ իդեպ հայտատուն էկոնոմիկայի նախարարությունն է ստիպված։ Բայց լավ է, այսինքն պետությունը ինքը լավ պետությունն արեց։ Բա մասնավորը։ Դե մասնավորը չի դարձում երևի դրա արժեքը։ Այսօր քեզ ինչի չթողեցին, որ դու հայկական կոնյակ արտադրես, որ իրավունքը իդեպ դու ունեիր։ Թրիպսով ունեինք։ Թրիպսի համաձայնագրով հանգիստ կարող էիր օգտագործել։ Մինչև 70 թվականը մենք դա ունեցել ենք ու ամենակարևոր պայմանը, որ ծագումը ցույց ենք տալի, հայկական բառն առաջ դրած էր եղել։ Ինչի՞ չթողեց, որովհետև դա իր աշխարհագրական նշումն է։ Ինքը մենակ դրանով է փող աշխատում։ Կապ չունի ինքը այնտեղ ինչ է արտադրում։ Ասենք Նապոլեոն կոնյակը, որը մեր ազգը sense ցնցում ասում է Նապոլեոն կոնյակ եմ խմում, այնտեղ 2-ից 3 տարեկան կոնյակն է։ Մեր 3 աստղանին, որը մենք օգտագործում ենք քյուֆտան սարքելուց։ Հա, ճոտկի։ Իսկ կոնյակը է, Նապոլեոն կոնյակ։
Դե ճիշտ ես ասում, աշխարհագրական նշումները Որտեվ գրասենյակը մենք պետքա զարգանանք, որ գրասենյակն էլ ելնելով դրանից զարգանա, որ վերցնում ես այդ սթափնայում ես, բավականին լավ ինքնազարգանում է։ Դե Առանց բիզնեսի ճնշման։ Պատկերացնեք, որ բիզնեսն էլ ճնշում գործածեր ոնց կզարգանա։ Դե միություններ կան, օրինակ տես, գինու արտադրության միություն կա, բայց ինչ են անում։ Այսօր Արենին ով ուզի կարա արտադրի։ Կարա։ Մենք ինչքան անուններ ունենք։ Ինչ ենք մենք ասում հայկական լավաշ, հայկական մածուն։ Մեր պանիրները։ Վայ մտեք մեր ամեն գյուղ իր աշխարհագրական նշումն ունի։ Ասում են օրենբուրգյան շարֆ։ Մեր ճուխաներից սկսենք, կարպետներից բրցնենք։ Մեր գոգակորցությունը, պազիրիկը Սիբիրից գտել են, ասում են առաջին խալին գտել ենք Սիբիրում։ Բայց այդ մերն է, չէ։ Մեր գորգն է, չէ։ Բայց մենք մեր հենքը չենք գրանցել։ Հələ այն երաշխավորված ավանդական գիտելիքի մասին վարչապետը։ Ավանդական գիտելիքը այդ ուղղակի գյուղարգյուղ պետքա մտնենք, մենք պիտի անենք։ Դե այդ ինվենտարիզացիա մի հատ պետք անել, բայց ինքը շատ կարևոր գործիք է։ Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող անի։ Օրինակ ես գիտեք միշտ ինչ եմ ասում, ես եթե պարապլն եմ, որ գործ չունենամ, էլ այդ իմ երազանքն է, որ գործ չունենամ։ Մտել եմ գյուղարգյուղ, տեսնեմ իրենք ինչ ունեն ավանդական գիտելիք, գյուղապետի դուռը ծեծեմ, ասեմ, գիտես դու ես ավանդական գիտելիքն ունես, տար գյուղի տանունով գրանցի։ Համայնքի զարգացման առաջին ծրագիրը կլինի։ Մենք մի հատ աշխարհակ, մենք լալվարի քար ունենք, մենք արդիկի տուֆ ունենք։ Ուր է գրանցածը, չէ։ Չէ։ Դե պետքա երևի խնդրենք, երևի լավ նախատեսված։ Գրասենյակը դրա հետ ի՞նչ կապ ունի։ Էկոնոմիկայի նախարարության ում անունով էր հայտ, ուզում եմ Գյուղ բանը դեպարտամենտի։ Դեպարտամենտի ցուցակը։ Գյուղ դեպարտամենտը արդիկի տուֆի հետ ի՞նչ կապ ունի։ Ոչինչ, թղթագիր։ Արմինե ջան, շատ շնորհակալություն հրավեր ընդունելու համար, գիտեմ դժվար է եղել, համոզել եմ քեզ բավականաչափ, բայց ես կարևոր եմ գտնում, որ մասնագետի գիտելիք ունեցող, փորձ ունեցող տեսակետը բացի մեր մասնավոր զրույցներից հրապարակայնացվի եւ ավելի լայն շրջանակի ոլորտի մասնագետներ դա լսեն։ Ես կարծում եմ, որ մեր զրույցը նաեւ ավելի լայն շրջանակով հնարավորություն ենք ունենալու այլ ավելի լայն լսարանին հասանելի դարձնելու, որովհետեւ ես հասկացել եմ, որ այս ֆորմատը ինքը թույլ է տալիս գիտելիքի փորձի հրապարակայնացում ապահովելու, դրա համար միտք առաջացավ այս ամեն ինչ անելու, եւս մի անգամ շնորհակալություն այս հետաքրքիր զրույցի համար։ Արձագանքները արդեն հանդիսատեսի կտեսնենք։ Դե հիմա ամեն ինչ տարածվում է, չէ՞, մի հատ եթերով, մի հատ YouTube-ում, մի խոսքով շնորհակալություն։